Նաթան Սրբազանի ու կարգալույծ եղած հոգևորականի գաղտնալսված հեռող սազանգի հիման վրա հարուցված քրեական վարույթին հաջորդելու է քրեական հետապնդումը։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանն է վստահեցնում։ Ներքին բովանդակային առումով միանշանակ է, որ այդ վարույթի նախաձեռնման միակ նպատակը այդ անձի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումն է։ Հետևաբար, այո, մենք կարող ենք ասել, որպես քաղաքացի, ոչ որպես իրավաբան, որպես քաղաքացի կարող ենք ասել, որ այո, քրեական վարույթի նախաձեռնման թիրախը եւ Նաթան Սրբազանի դեմ, եւ Վեհափարի դեմ քրեական հետապնդման իրականացումն է։ Այս անգամ ամենայն հայոց կաթողիկոսն ու Նաթան Սրբազանն են քրեական հետապնդման վտանգի տակ։ Վարույթը քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով է։ Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը։ Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, թե քրեական վարույթ է նախաձեռնվել ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, սակայն ժամեր անց քննչական կոմիտեն հերքեց տեղեկությունը։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասում է, քրեական վարույթ նախաձեռնում է ոչ թե անձի դեմ, այլ դեպքի կամ փաստի վերաբերյալ։ Քրեական վարույթի նախաձեռնումը այն սկզբնական փուլն է, որից սկսվում է ամբողջ դատավարությունը, բայց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված գործերով, սահմանադրությամբ, քրեական դատավարության օրենսգրքով, նախադեպային որոշումներով, քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրության մեջ անձի անուն նշվել չի կարող։ Հովհաննիսյանն ընդգծում է, եթե դեպքն արդեն ակնհայտ է, արծարծվում են անձանց անուններ ու տվյալներ, ապա իրավական առումով այդ վարույթը չի սկսում անձի դեմ, բայց ներքին բովանդակային առումով ակնհայտ է վարույթի նշանակման նպատակը։ Վարույթի մասին տեղեկություններին արձագանքել են մի շարք քաղաքական ու հասարակական դեմքեր։ Արման Թաթոյանը նշել է, որ գործում կան բազմաթիվ կասկածելի իրողություններ։ Ինչպես կարող է եկեղեցականներին վերաբերող տարիներ առաջվա դեպքերի մասին գաղտնալսումը հայտնվել իշխանական լրատվամիջոցներում։ Սա առաջին հարցն է, որ պետք է առաջանա յուրաքանչյուրիս մոտ։ Մենք ունենք իշխանություններ, որոնք իրավապահ մարմիններին օգտագործում են նեղ քաղաքական շահերի համար, կամ հենց իրենք են ապօրինի այլ եղանակներով անում գաղտնալսումներ ու դրանք պահում անգամ տարիներով, որպեսզի իրենց հարմար պահի դրանք օգտագործեն քաղաքական նպատակներով։ Ստացվում է հենց այդպես էլ կա։ Մասնագիտական հանրությունը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ գաղտնի ձայնագրվել են հեռախոսազրույցներ։ Սա օրենքի կոպտագույն խախտում է, որին քննչական կոմիտեն չի արձագանքում։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։